Ով փչեց ճրագը։ Ամեն հայդուկ գիտեր, որ դեպի արևելք շարժվելիս, գյուղից դուրս գալով նա նախ պիտի գնար արևմուտք, և ապա միայն դառնար դեպի արևելք, որ գյուղացիները չիմանային, թե որ ուղղությամբ գնաց։ Կարկուտ Թադեն, թեև խլաթի սարերը թողնելով եկել միացել էր Գևորգ Չաուշի խմբին, սակայն դարձյալ անհանգիստ կրակող էր։ Տեղի անտեղի բարկությամբ չխկացնում էր փակաղակը և գնդակը պայթեցնում։ Գևորգը սրան մի օր գործով ուղարկել էր Սասնո կողմերը, բայց Թադեն, ճանապարհը շփոթելով, փոխանակ դեպի հյուսիս գնալու, շարժվել էր դեպի հարավ։ Մոտը զենք կար, և որովհետև անզուսպ էր, կարող էր կռիվ բորբոքել Սասնո կողմերում, ուստի երեք հայդուկ ինձ հետ վերցնելով շտապեցի նրա ետևից։ Ֆրանկ Մոսոն հետնապահ էր։ Հետնապահը միշտ ետևից էր քայլում, իր հետ քարշ տալով մի ծառաճյուղ, որ ֆիդայինների հետքերը կորցնի։ Երկար թափառումներից հետո Թադեի հետքը գտանք։ Մշեցի Տիգրանը և Չոլոն շտապեցին նրան բերելու, իսկ ես և Ֆրանկ Մոսոն որոշեցինք մի քիչ հանգստանալ։ Գոմի առջև մի ծառ կար։ Հրացանը գրկած նստեցի ծառի ճյուղին։ Մոսոն պառկեց ոտքերիս տակ, գետնին։ Նա պիտի քներ, իսկ ես հսկեի։ Եթե պատահեր, որ քունը ստաներ, անպատճառ պիտի ընկնեի Մոսոյի վրա։ Իմ ընկնելուց նա պիտի արթնանար։ Այսպես փոխնեպոխ պիտի քնեինք ու հսկեինք։ Հազիվ էին կոպերս իրար կպել և գլուխս ծանրացել կրծքիս, երբ Մոսոն վեր թռավ քնից։ Ինչ-որ մեկը թափով ընկել էր նրա վրա և արագ բարձրանալով սարսափահար ետ քաշվել։ Ֆրանկ Մոսոն սկզբում կարծել էր, թե ընկնողը ես եմ։ «Մախլուտո»։ Այդ կանչի վրա ես ճյուղից վայր թռա։ Ձեռքս շարժվեց դեպի իմ զենքը, իսկ Մոսոն մերկացրեց դաշույնը։ Մեզանից ոչ հեռու մի մարդ կիսաստվերում կանգնած ծանրագին շնչում էր։ Երկուսով մոտեցանք։ Երիտասարդ մի քուրդ էր, քոլոզը գլխին։ «Ձեր բախտն եմ ընկել, աղա, ինձ մի սպանեք, ջահել քուրդ եմ և օգնության համար եմ եկել»։ «Ինչ օգնություն»։ «Օգնություն, աղա, մեր գյուղից մինչև էստեղ վազելով եմ եկել»։ «Ինչու ես վազել»։ «Որ իմ պատիվը փրկեմ»։ «Որ սա պատվից է խոսում, ուրեմն ազնիվ մարդ է», ասաց Ֆրանկ Մոսոն, ձեռքը բարեկամորեն նրա ուսին դնելով։ «Անունդ»։ «Ամինո»։ «Հանդամիջյան կռի՞վ է, հողային հարց»։ «Ինչ հողային հարց, ինչ հանդամիջյան կռիվ, ավելի մեծ գործ է։ Իմ պատվի սինորն եմ ուզում քանդել»։ «Դե պատմիր, պատմիր»։ «Մեր կողմերը սովորություն է, աղա, ազապ աղջիկները թաշկինակներ են կապում մաքիների վզից։ Որ տղան, որ թաշկինակը արձակեց, նույն օրն էլ նշանдрեկ է լինում։ Մի շաբաթ առաջ, երբ ոչխարը գյուղ եկավ, ես մեկի վզից արձակեցի մի կարմիր թաշկինակ։ Նշանдрեքը եղավ։ Նույն օրը։ Հետո։ Վաղը իմ հարսանիքն է։ Գնա քո հարսանիքն արա, ով է խանգարում։ Բայց, աղա, մենք մի անիրավ բեկ ունենք, երեկ ինձ կանչեց, ասաց, որ հարսանիքից հետո հարսին պետք է առաջին գիշերը իր տուն տանի։ Իմ բաբոն ասաց, թե գնա հայ ֆիդայիններին կանչիր։ Ամեն ինչ պարզ էր։ Ոչ մի բան այնքան մոտ չէ ֆիդայու սրտին, որքան հասարակ ժողովրդի իրավունքին ու պատվին պաշտպան կանգնելը։ Տղաները եկան, ու ես այդ գործը վերցրի մեզ վրա։ «Հարսնացուն թուխ է»։ Հարցրի ես։ «Մի քիչ շեկլիկ է»։ «Հասակը»։ «Ճիշտ իմ բոյի չափ»։ «Չոլոյին վերցրու», խորհուրդ տվեց Մշեցի Տիգրանը։ Ես էլ գտա, որ ամենահարմարը Չոլոն է։ «Քոլոզ ունե՞ք»։ Հարցրի ես։
Քոլոս, զարմացավ քուրդը։ Մեր երկիրը լիքը քոլոզ է։ Ճրակ։ Ճրակ էլ կճարվի։ Չոլոն անմիջապես մեջտեղ նետվեց դաշույնը ու տասնոցը աբայի տակ կապած։ Իսկ կարկուտ Թադեն փակաղակը չխկացնելով նետվեց մի քարի տակ, իբրև թե նշան է բռնում անիրավ բեկին։ Ամինոն մեզ նկարագրեց բեկի տան դիրքը, որից հետո բաժանեցինք դերերը, թե ով պետք է հսկեր տանիքին և ով պետք է գրոհեր բեկի վրա։ Չոլոն կատարելու էր հարսի և ահաբեկիչի դերը։ Պատասխանատու դերերից մեկը հանձնեցինք կարկուտ Թադեին։ Նրան նշանակեցինք ճրակ փչող։ Ես և Տիգրանը քաշելու էինք պարանը, իսկ Ֆրանկ Մոսոն ներկայանալու էր իբրև քավոր և խաչեղբայր։ Որոշեցինք մեր հանդիպման վայրը և Ամինոյի հետ ճամփա ընկանք, որպես թե գնում ենք հարսանիք։ Նախավերջին գյուղի մոտով անցնելիս Ամինոն մեզ համար 5 սպիտակ քոլոզ բերեց և մի կծիկ պարան։ Ես Ֆրանկ Մոսոյին և կարկուտ Թադեին Ամինոյի հետ ուղարկեցի բեկի գյուղը, առաջինին որպես քավոր, իսկ երկրորդին ճրակ փչող։ Բացատրեցինք, թե ճրակ փչելիս Թադեն որտեղ պիտի կանգնած լինի և ինչ դիրքով պահի ճրակը։ Երբ ես մշեցի Տիգրանը և Չոլոն տեղ հասանք, հարսանիքը արդեն սկսել էր։ Ալիբեկ աղան բեղը սրած նստել էր փեսայի կողքին, աչքը շարունակ հարսի վրա պահելով, որի երեսը քողի տակ էր։ Հարսի ձախ կողմում հպարտ նստել էր Ֆրանկ Մոսոն, սպիտակ քոլոզը գլխին։ Հետևում իբրև թիկնապահ կարկուտ Թադեն էր հսկում, նույնպես սպիտակ քոլոզով, ձեռքին մի մեծ ճրակ։ Ես, Տիգրանը և Չոլոն կանգնեցինք հարսանքատան շեմքին, ձեռքները սաբաների տակով մեր զենքներին դրած։ Չոլոն իր քոլոզը թեքել էր ականջին։ Երբ հարսանիքը վերջացավ, մենք շեմքից կամացուկ ետ քաշվեցինք։ Ալիբեկի անկողինը խնամքով պատրաստված էր, և հարսը քիչ հետո պիտի գնար նրանց տուն։ Աղան առաջինը դուրս եկավ, իսկ ետևից շարժվում էր հարսը թափորով։ Ֆրանկ Մոսոն գնում էր փեսայի կողքից, իսկ կարկուտ Թադեն թիկունքից, ճրակը ձեռքին բարձր պահած, ինչպես արդեն պայմանավորվել էինք։ Բեկի տան շեմքին Թադեն որսաց հարմար ժամանակ և ճրակը փչեց։ Չոլոն մութի մեջ իր քոլոզը տվեց փեսային և հարսընթագը քողով արագությամբ հարսի վրայից վերցնելով, դրեց իր գլխին ու իբրև հարս ընթացավ բեկի ետևից։ Բարի վայելում, Ալի բեկ, շատ չտանջես հարսին, էս մի գիշերը քոնն է, մնացյալ բոլոր գիշերները իմն են, ասաց Ամինոն և Չոլոյի քոլոզը հարսի գլխին դնելով, նրան տարավ իրենց տուն։ Ես ու Տիգրանը բարձրացանք տանիք։ Երդիկից կռացած նայեցինք։ Աղան արդեն պառկել էր և հրճվանքից շփում էր բեղերը։ Չոլոն եկավ և շորերով մտավ անկողին։ Բեկը թևերը պարզեց, որ հարսին գրկի։ Չոլոն տասնոցը աբայի տակից հանելով, դեմ տվեց նրա կզակին։ Օգնեցե՛ք, ինձ սպանում են, հարսի քողի տակ Ջանֆիդան է թաքնված, սարսափահար գոչեց Ալիբեկը։ Չեմ սպանի, բայց սրանից հետո չհամարձակվես երիտասարդ ընտանիքի պատիվը արատավորել, սպառնաց հայ Ֆիդային։ Ալիբեկի աղաղակի վրա մարդիկ հավաքվեցին շեմքին։ Ոմանք ներս մտան, բայց պարանն արդեն կախվել էր, և Չոլոն պլուլվելով, հարսընթագը գլխին, մի ակնթարթում բարձրացավ տանիք, իսկ կարկուտ Թադեն արագությամբ դուրս նետվելով, մութի մեջ անհետացավ։ Ճրակը ով փչեց, լսվում էին զարմացական կանչեր այս ու այն կողմից։ Մինչև հարսանքավորները ուշքի կգային, թե ինչ կատարվեց, մենք արդեն հեռացել էինք գյուղից, հարսընթագը և քողը բեկի տանիքին թողնելով։
Թադեն, որ հաջողությամբ փչել էր ճրագը, Ֆրանկ Մոսոյի հետ մեզ էր սպասում պայմանավորված վայրում։ Քոլոզները հաշվեցինք։ Ֆրանկ Մոսոյի քոլոզը չկար։ Մութի միջով վազելիս գլխից ընկել էր։ Չոլոյի քոլոզն էլ չկար։ Տիգրանը գովեց Չոլոյի քաջությունը, իսկ կարկուտ Թադեն հանդիմանեց, որ ճրագը փչելիս փոքր ինչ շտապել էր։ Ճիշտ է, դու մի քիչ շուտ փչեցիր ճրագը, հաստատեց Չոլոն։ Ֆրանկ Մոսոն էլ նույն բանը պնդեց, իր գլխանոցի կորուստը վերագրելով ճրագ փչողի հապճեպությանը։ Ըստ նրա, Թադեն պետք է ճրագը փչեր Փեսայի բեկին ուղղած խոսքից առաջ, իսկ ես պնդեցի, որ կարկուտ Թադեն, հակառակ իր անհամբեր բնավորությանը, ճիշտ ժամանակին է հանգցրել ճրագը, և մենք այդ գործի հաջողության վերջաբանը փաստորեն նրան ենք պարտական։ Մնացյալ 3 քոլոզները պարանի հետ փաթաթելով դրեցինք Ֆրանկ Մոսոյի ուսապարկը և ուղղություն վերցրինք դեպի Սև Սար։ Այս շշմեցնող ահաբեկումը, որ աներևակայելի հմտությամբ կատարվեց, կայծակի արագությամբ տարածվեց լեռնական քրդերի մեջ։ Նույն գիշերը հայտնի դարձավ, որ Ալիբեկը սարսափից մեռել էր, իսկ երիտասարդ Ամինոն իր նորահարսի հետ փախել էր Ֆարխինի կողմերը, խոստանալով այնտեղից կապար և ծծումբ ուղարկել Գևորգ Չաուշին, սուլթանի և նրա անխիղճ բեկերի դեմ կռվելու համար։ Սև Սարի բժիշկները։ Լույսը խավարին էր խառնվել, երբ հասանք Բռնաշենի լեռներին։ Ծառերն այդտեղ բարձր էին, քարափից քարափ ելնող և կիրճից կիրճ իջնող։ Մեկը մյուսի կատարից ցոլ քառավ, և անտառը լուսավորվեց։ Առաջինը ոսկեվորվեց կաղամախիների պուրակը, տերևներից լույսի շիթեր թափելով սպիտակ սունկերով ծածկված իր ծնկներին։ Մի ճախրասլաց, հսկա կաղամախու գագաթին սևին էր տալիս ինչ֊որ բան, լուսաբացի կապույտ զեփյուռի ծորորվելով։ Երեքով վերև նայեցինք։ Չոլոն պնդեց, թե արծիվ է, մշեցի Տիգրանը, թե հաբան է։ Հաբանը ի՞նչ գործ ունի ծառի վրա, զարմացած նկատեց Ֆրանկ Մոսոն։ Արինոքսի հովիվներն են կախել, մեջը խորոված կա։ Եվ իսկապես, կաղամախիների պուրակի ամենաբարձրիկ ծառագագաթին ճոճվում էր մի կաշեպարկ։ Այնպես հով էր այնտեղ, տերևների այնպիսի սոսափ կար, որ թվում էր, թե հիմա վայր կընկնի, մինչդեռ այծեպարկը անաղմուկ ճոճվում էր ետ ու առաջ, ասես անտառի վրայով մի հսկա արծիվ էր պատրաստվում թռիչքի։ Թրըմփ… Վերևից մի ծանր բան ընկավ։ Կարծեցինք, թե հաբան է, բայց շուտով մի խոր տնքոց լսվեց, և հայհոյախառն մի բարձրագոճ անեծք Հաջի Ֆերոյի հասցեին։ Վազեցինք։ Ծառի տակ մեր առջև փռված էր քեռի երանոսը, իմ ծանոթ ջորեպանը։ Խեղճի որովայնը պատռվել էր և աղիքները դուրս թափվել։ Երկու ձեռքով բռնել էր փորը և ցավից գոռում էր. Թշվառ մարդ։ Տարիներ առաջ ես բուժել էի նրա մեջքի մկանների կծկումը, բայց այս մեկին օգնելը իմ ուժերից վեր էր։ Ոչ էլ Ֆրանկ Մոսոն կամ մշեցի Տիգրանը կարող էին օգնել։ Չոլոն առաջարկեց նրան շտապ հասցնել Բռնաշենի հովիվների մոտ։ Բայց ինչպե՞ս։ Կարկուտ Թադեն հանձն առավ հիվանդին շալակել։ Թադեն հմուտ էր այդ գործում։ Պատահել էին շատ դեպքեր, երբ նա վիրավոր կամ հոգնած հայդուկին զենքն էլ հետը, շալակելով սարից սար տարել էր։ Մենք զգուշությամբ բարձրացրինք ջորեպան երանոսին։ Թադեն իսկույն մտավ տակը, հիմնական ծանրությունը իր վրա առնելով։ Աջ ոտքը ես բռնեցի, ձախ ոտքը մշեցի Տիգրանը, և գնացինք։ Չոլոն կողքից էր հսկում, որ աղիքները չթափվեն կամ հավքերը չկծսահարեն վերևից, իսկ Ֆրանկ Մոսոն, որպես հետնապահ,
դարձյալ իր գործին էր։ Մեր ոտնահետքերն էր անհետացնում կամ առաջ վազելով բարձրանում էր այս կամ այն կախված ծառաճյուղը, որ անխափան անցնենք։ Ճանապարհին քեռի Երանոսը հատուկենտ խոսքեր շշնջաց, որից պարզ դարձավ նրա պատմությունը։ Ոստիկանապետ Հյուստի Էֆենդին տեսնելով, որ նա ջուրեպանություն է անում Բաղեշի ճանապարհներին, դեպի Սասուն փոխադրելով կասկածելի մարդկանց և կասկածելի բեռներ, արգելել էր նրան այդ ճանապարհներին երևալ։ Վերջին անգամ նրան նկատել էին Մանազկերտի գյուղերում, ուր նա խութասարերից ընկույզ էր տանում, մի բեռ ընկույզը փոխանակելով մի բեռ ցորենի հետ։ Այդ բանը կատարվել էր Մոսե Իմոյի հայտնի ուղևորությունից հետո։ Երանոսը ստիպված ծառայության էր մտել Հովհաննես վարդապետի մոտ։ Անտառից փայտ էր կտրում և ջորիին բարձած բերում էր վանք։ Սակայն այստեղ էլ նրա դեմ ցցվել էր Բալաքցի Հաջի Ֆերոն, արգելելով նրան մերձակա անտառներից փայտ կտրել։ Երանոսը հարկադրված թափանցել էր բռնաշենի անտառների խորքը։ Այդտեղ էլ նա փայտ կտրելիս ծառից գլորվել էր և փորը մի սրածայր կաղնեոստի դեմ առնելով վերից վար պատռվել էր։ Մակաղատեղին մոտ էր։ Մերաջ թևի վրա մի թիկնավետ հովիվ իր խաշներին նայելով մտազբաղ ետ ու առաջ էր քաշում համրիչի հատիկները։ «Խոդեդանն է», ասաց Չոլոն, հեռվից նրան ճանաչելով։ Չոլոն հայտնեց, որ այդ հովվի կինը Բայազ անունով դաշտեցի մի աղջիկ էր, որի հարսանիքի զուռնի ձայնը Արինոքից մինչև Մարութասարն է հասել։ Խութեցի հովիվները իրենց հաշիվը պահում էին տեր-Օղորմյայի հատիկների կամ իրենց մատների վրա, յուրաքանչյուր միավորի համար ծալելով մեկ մատ կամ համրիչից մեկ ուլունք քաշելով։ Մեր ոտնաձայնից, թե տերևների ուժեղացող սոսափից նրա հաշիվը խառնվեց, և նա նորից սկսեց իր համրանքը, այս անգամ համրիչի հատիկները զույգ քաշելով և բարձրաձայն հաշվելով. 2-20, 3-20, 4-20, 5-20։ Վերջին թիվը եղավ 10-20, այսինքն 800։ Հաշիվը չէր ստացվում։ Մի թփի տակ 3 թաքնված այծեր նկատեց. քոլեն 1, քռեն 1, բաղեն 1։ Քթի տակ հաշվեց նա իրար կողքի 3 մատ ծալելով։ Այդ էլ չօգնեց։ Մեծ թվով այծեր էին պակասում։ Մակաղատեղում մի ավելի երիտասարդ հովիվ, Տոնե անունով, կրակի մոտ նստած իր տրեխն էր կարում այծի սև մազից ոլորած թելով։ Մեզ տեսնելով, նա բոլորովին իրեն չկորցրեց։ Տրեխը ցած դրեց, հանգիստ տեղից վեր կացավ, ձեռքերը լվաց, ջորեպան Երանոսին մեջքից վար առնելով պառկեցրեց կրակի կողքին, թաղիքի վրա, աղիքները խնամքով լցրեց փորը, դասավորեց, ինչ-որ անծանոթ բույսերով թմրեցրեց ճղվածքի եզրերը, թելը ոլորեց և երկար մախաթը տաքացնելով մեր ներկայությամբ սկսեց հիվանդի փորը կարել։ Շատ բան էի տեսել, բայց մախաթով մարդու փորի կար և այն էլ այծի սև մազից ոլորած թելով առաջին անգամ էի տեսնում։ Կմեռնի, հաստատապես պնդեց Ֆրանկ Մոսոն։ Չի մեռնի, ասաց Չոլոն։ Ես էլ այն կարծիքին էի, որ ողջ չի պրծնի։ Հովիվը մախաթի քիթը նորից դաղեց կրակով։ Հըշ, կացեք։ Մեր տագնապը նկատելով հուսադրեց բռնաշենցի Տոնեն։ Առաջին անգամ չէ, որ փոր եմ կարում։ Մարդու փորն էլ էծի փորի նման է։ Եվ նա մախաթը կրակից վերցնելով կարը ավարտեց ջորեպանի պորտի մոտ։ Հանգուցեց, կռացավ ատամներով կտրեց թելը և դանակը վերցնելով մի բարակ գիծ քաշեց իր ձեռնափայտին, այն գծերի տակ, որոնք ցույց են տալիս իր մորթած այծերի հաշիվը։ Այդ հովիվն էլ այդ ձևով էր իր հաշիվը պահում։ Ըմբոստ այծերը շատ էին չարչարում Սև Սարի հովիվներին։
Ամենօրյա կռիվը գայլերի հետ այնքան նեղություն չէր պատճառում նրանց, որքան խաշների հանգիստը վրդովող այդ անհնազանդ այծերը։ Գիշերով հանկարծ անջատվում էին հոտից և իրար ետևից թռչկոտելով նետվում էին սար ու ձոր, վտանգավոր ապառաժներից ու քերծերից կախվելով։ Անտառի խորքից հայտնվեցին խութեցի երկու ուրիշ հովիվ, բերելով այդ գիշերը հոտից փախած անհնազանդ այծերին։ Հովիվներից մեկը եղջյուրներից քարշ տալով կրակի մոտ շպրտեց մի մորուքավոր ամեհի այծի, որի ծնկները ջախջախված էին, իսկ մի եղջյուրը փշրված։ Կեռ եղջյուրներով այդ մոլեգին քոշը մի ամբողջ տարի հովիվներին տանջել էր, այծերի մի ստվար բազմություն շարունակ տրոհելով հոտից։ Սև մորուքավոր այդ այծի ետևից գնում էին հատկապես սպիտակ այծերը, կարծես կախարդված, մերթ անաղմուկ ու մերթ աղմկալի, իրար հրելով քարափներից գլորվող ջրվեժի ալիքների պես։ Այդ գիշերը նա նրանց խաբելով տարել էր մինչև կարմիր ալուջների ձորը, պատճառ դառնալով ոմանց կորստյան, իսկ ինքն էլ սրունքները և մի եղջյուրը ապառաժներին զարկելով ջախջախվել էր։ Նույնիսկ հովվական գերխեղճ շները այդ հոգնությունից այնքան էին գազազած, որ ըմբոստ այծերի խումբը ալուջների կարմիր ձորից հանելով և քարափի հոտին միացնելուց հետո կատաղած եկան շրջապատեցին վիրավոր քոշին և շարունակեցին չարությամբ վրան հաչել։ Կարծես բնազդորեն զգում էին, որ խաշների և իրենց ամենամեծ թշնամին սև մորուքով այդ անհնազանդ ըմբոստ այծն էր։ Հիվանդը ծանր տնքաց։ Շները այծին թողնելով նրա վրա հարձակվեցին։ Եկավ Խոդեդանը, որի հաշիվը երրորդ անգամ խառնվել էր ստամբակ այծերի պատճառով։ Նա շներին զսպեց և վշտահար երանոցի դժբախտությանը իրազեկ դառնալով լրջորեն ստուգեց հիվանդի փորը և գտավ, որ կարվածքը հաջող էր։ Ցավերը մեղմացնելու համար կարգադրեց դաղցով տաք ջուր տալ նրան։ «Տվել եմ», ասաց տոնեն։ «Էլի տուր, մեր անտառի դաղցը փրկություն է փորացավի դեմ»։ Վիրավոր քոշի վիճակը ավելի լուրջ էր։ Հովվապետը մի ցավալի հայացք նետեց խռովարար այծի խանձված ծնկներին, ապա նայեց մեզ։ Մենք թույլ չտվեցինք այդ ըմբոստ այծին մորթել։ Հովիվ տոնեն վազեց դեպի կաղամախիների պուրակը։ Նա մեզ հյուրասիրեց իր հայտնի անուշահամ խորովածով, որ մի օր առաջ կախել էր անտառի ամենաբարձր ծառից։ Այնպես զով էր սարի վրա, այնպիսի սոսափ կար բռնաշենի հեքիաթային լեռներում։ Ջորեպան երանոցը չմեռավ։ 5 օր հետո հովիվները նրա կարը քանդեցին, և նա ողջ առողջ վերադարձավ վանք, իսկ մենք Խաչուկ սարից կարմիր ալուջների ձորը իջնելով դիմեցինք դեպի Բերդակի անտառները։ Հովվական շներից մեկը մեզ հետ իջավ մինչև ալուջների կիրճը։ Այդ այն շունն էր, որ այդ կիրճում արյուն էր լիզել։ Դարձանք, ետ նայեցինք։ Բարձր կաղամախու կատարին դարձյալ ճոճվում էր Խութեցի հովվի այծեպարկը։ Տեղ հասնելով Ֆրանկ Մոսոյի առաջին գործը եղավ քոլոզները հանձնել կայծակ Անդրեասին քարայրում պահելու համար։ Հեսու վարդապետի մոտ այդ տարի այնքան ձյուն էր եկել, որ ինչպես կասեր սասունցի Ֆադեն, ճնճուղ որ պառկեր վր մեջքին ու զոդվնին տնկեր վերև, կհասներ Աստված։ Մենք Սուրբ Աղբերիկի սարի վրա ձյուների տակ մի ընդարձակ այր շինեցինք և մտանք մեջը։ Երբ ցրտերս աստկացան, ես Գալեին, Փեթարը Մանուկին, Չոլոյին և Ախոյին ձյուների տակից հանելով ուղարկեցի Սասուն, սպաղանած Մակարի մոտ, իսկ ինքս քայլ առա դեպի Սուրբ Կարապետի վանքը, որոշելով այնտեղ անցկացնել այդ դաժան ձմեռվա մնացյալ 1-2 ամիսը։ Ես գիտեի, որ վանքում զինյալ պահակներ կան, բայց իմ վճիռը անխախտ էր, որովհետև այնտեղ էր գտնվում Գևորգ Չաուշը, որից լուր չունեի երկար ժամանակ։
Գևորգը այդ վանքն էր մտել բքոտ մի գիշեր և թաքնվել նրա խուցերից մեկում։ Շատ գեղեցիկ ճանապարհներ ունի Սուրբ Կարապետի վանքը, բարձր ու ոլորիկ անցուղիներ։ Առատ ձյունը խոր շերտով նստել էր այդ բլրի վրա։ Ձյունով էին ծածկված վանքի բոլոր սարերը իրենց դրախտային անտառներով։ Լուսին չկար։ Ոչ գլակալեռն էր երևում, ոչ հավատամքը։ Ձյունի սպիտակությունը մութի մեջ ցոլանալով աղոտ լուսավորում էր ձորի կողերով ձգվող իմ ճանապարհը, և ես ընթանում էի առաջ մեն-մենակ, տասնոցը աբայիս տակ կապած։ Անցա Սուրբ Հովաննու վանքը և Խոզմո սարի տակով դիմեցի դեպի Ձիարեթ։ Հետևյալ օրը իրիկնամուտին նշմարեցի վանքի գմբեթները և զանգակատունը, որ վեր էին խոյանում ձյունածածկ պարիսպների միջից։ Իմ բախտից սոսկալի բուք էր, իսկ դա օգնում էր ինձ համարձակ մուտք գործելու այնտեղ։ Բնության արհավիրքը երբեմն միջոց է դառնում մարդկային ոխերիմությունից պաշտպանվելու։ Տանիքին շրջող զինված ոստիկանը մաքարում էր բուքի դեմ, գլուխը անվերջ թաքցնելով թևերի տակ։ Ես վանքին մոտեցա հավատամք սարին նայող դարպասի կողմից, շրջանցելով վանքի փականները և 7 խոտաճարակների նահատակության վայրը։ Մի ծանոթ նախրապահ կար այդտեղ, որի հորթերից մեկը ես և Չոլոն մի առիթով մորթել էինք ֆիդայինների համար։ Այժմ, երբ հոգնած ու ցրտահար կանգնած էի դրսում, իմ միակ փափագն էր ինձ նետել գոնե նախրապահ Սահակի տաք ախոռներից մեկը։ Վանահոր խցիկում ճրագ վառվեց, իսկ բուքը այնպես էր ոռնում, որ հսկող ասկերը քիչ էր մնում գլորվի տանիքից։ Անմիջապես որսացի մի հարմար միջոց և ինձ արագությամբ նետեցի վանքի պարսպի տակ։ Սեղմվեցի պատին ու սկսեցի նայել, թե ինչպես բուքը ձյուն ավլելով անհետացնում էր իմ ոտնահետքերը։ Փոքր ինչ շունչ առա և մի ձյունագնդակ պատրաստելով զարկեցի ճրագի լույսը ցոլացնող բարձր պատուհանին։ Գևորգը պայմանավորվել էր հեսու վարդապետի հետ, որ իր պատուհանին ձյունագնդակ խփողը կարող է ինքը լինել կամ իր մեծավոր ֆիդայիններից որևէ մեկը։ Նետեցի երկրորդ գնդակը։ Ուղիղ դիպավ փեղկին։ Պատուհանը անաղմուկ բացվեց, և մի հաստ պարան դանդաղորեն սահեց ներքև։ Ես պարանը կապեցի մեջքիս ու սկսեցի արագությամբ վեր բարձրանալ։ Երկու տղամարդ վերևից քաշում էին պարանը։ Մեկը հեսու վարդապետն էր, հագին ֆարաջա և գլխին գդակ, իսկ մյուսը վարդապետ Ստեփանոսը։ Ձյունախառն քամին վերջին անգամ իմ սառած մեջքին հարվածելով անհետացավ մթության մեջ, զարկվելով վանքի պարիսպներին։ Շուտով վանահայրը ինձ առավ իր կորովի բազուկների մեջ, իմ մրսած կուրծքը ծածկելով իր տաք փարթամ մորուքով։ Նույն ամրակազմ ծերունին էր, հայրական ժպիտով ու գուրգուրանքով, ինչպես տեսել էի առաքելոց վանքի օրերին։ Գևորգ Շահուշը այդ վանքում էր սովորել, իսկ ես այդտեղ եղել էի 2 անգամ, որից առաջինը Գևորգի հետ դեպի Ֆարխին գնալու ճանապարհին։ Միայն ծանոթ էի նրա ընդարձակ բակին, ուր ամեն տարի վարդավառին և պայծառակերտության տոնին մեծ բազմություններ էին հավաքվում, դիտելու փահլևանների խաղը։ Չգիտեի նույնիսկ, թե որտեղ է ապրում վանահայրը, և հանկարծ այդ տարաժան պահին վեր մագլցելով մտել էի վանահոր մենավորի գխուցը։ Ներսը տաք էր։ Կաղնեփայտե կրակը ճթճթալով վառվում էր բուխարիկի մեջ։ Խցի պատերից և առաստաղից կախված էին վայրի տանձի ու խնձորի և հասած արջը մասուրի չորացած շարաններ։ Անկյունում դրված էր մի կճուճ մանանա, խորոված սունկ և կորեքած։ Այդ սակավապետ մարդը չափազանց շռայլ էր, սակայն, երբ խոսքը վերաբերվեր իր ժողովրդի փրկության դատին։ «Դեղին ոսկին ավելի զորեղ է, քան թոփն ու թվանքը», ասում էր հեսուն։ «Տվեք ինձ խալվարներով ոսկի, և ես առանց կռվի հայոց թագավոր հաստատեմ գահի վրա»։
և մեծաքանակ ոսկի տալով, Հեսուն ժամանակին իրեն է ենթարկել սուլթանի շատ ազդեցիկ պաշտոնյաների և քուրդ աղաների։ Ավելի լավ է, հայ գյուղացու ամբարը մի քիչ դատարկ լինի ժամանակավորապես, քան ինքը զոհված լիքը ամբարի կողքին վերջնականապես։ Այն ապերախտը կամ դավաճանը, որ չի խոնարհվում ոսկու առաջ, նրան պետք է վերացնել մեջտեղից զենքով կամ կախաղանով, քարոզում էր Հեսու վարդապետը։ Եվ նրան հաջողվել էր մի քանի վտանգավոր մեծավորների այդ ձևով վերացնել ասպարեզից։ Այդպես էր Սասունցի այդ զարմանալի կրոնավորը, որին ժողովուրդը, հայ թե քուրդ, պաշտում էր, համարելով նրան մի երկրորդ Գևորգ Չաուշ հոգևորականի զգեստով։ Ստեփանոս վարդապետը բորբոքեց պատվառի կրակը, որ տաքանան, և մի պնակ ապուր լցնելով դրեց սեղանին։ Բայց ես Գևորգ Չաուշի համար էի վանք մտել, իսկ Չաուշը չէր երևում։ Որտե՞ղ է, հարցրի ես։ Երիտասարդ Ստեփանոսը կռահեց, որ իմ աչքերը Գևորգին են որոնում, և ձեռքը փորձեց դնել բերանիս, որ լռեմ, սակայն վանահոր հայացքը նկատելով, արագությամբ ետ քաշեց։ Խոսքը ում մասին է, հարցրեց Հեսուն։ Նախրապահ Սահակի, անմիջապես պատասխանեցի ես, գլխի ընկնելով, որ այստեղ մի մեծ գաղտնիք կա, որից վանահայրը տեղյակ չէ։ Սահակը հիմա քնած կլինի, հանգստացրեց սրբազանը։ Թեև վանքի վրա այժմ խիստ հսկողություն կա, բայց դու իմ մոտ կապրես, երբեմն հյուր լինելով Սահակի ախոռներին։ Քիչ առաջ, երբ դրսումն էի, իմ միակ փափագն էր ինձ նետել վանքի տաք գոմերից մեկը և հանգիստ քնել Սահակի կողքին, ասացի ես։ Ու հանկարծ Ստեփանոս վարդապետը իմ ներկայությամբ ծնկի իջավ ծերունի վանահոր առաջ։ Ներիր ինձ, սրբազան, ես մեղավոր եմ, ներիր մեղավորիս։ Այժմ այնպիսի վիճակ է, որ ես չեմ կարող չբանալ մի գաղտնիք։ Մեկ ամբողջ ամիս է, որ Գևորգ Չաուշը թաքնված է իմ խուցի մեջ։ Իսկ ինչու ես այդ բանը գաղտնի պահել։ Որ անվրդով մնայիք և գիշերները չտանջվեիք, սրբազան։ Գիտեմ, որ դուք սիրում եք Գևորգ Շաուշին։ Եթե իմանայիք, որ նա այստեղ է, պիտի մտահոգվեիք չարաչար։ Իսկ մտահոգությունը մտքի անդորրն է քանդում։ Չէ՞ որ ինչպես ասացիք, վանքի վրա հսկողություն կա։ Ես նրան թաքցրի, որ գիշերները հանգիստ քնեք։ Նա ինչպես մտավ այստեղ։ Սուլթանի զորքը, ձյուն ու բքին, գյուղերը ընկած Գևորգին էր փնտրում։ Սպաղանած գալեի ականջները ու քիթը սառել էր, իսկ Փեթարա մանուկի ոտքերի մատները ցրտահարվել էին։ Գևորգը Նախրապահ Սահակի միջոցով լուր էր տվել ինձ, որ ինքը գտնվում է Գլակա սարի վրա, հիվանդ է և ուզում է թաքնվել վանքում։ Ես նրան ուղարկեցի տաք հանդերձանք և խորհուրդ տվեցի զգուշությամբ մերձենալ վանքին։ Պայմանավորված ժամին իմ խցիկի լուսամուտին մի ձյունագնդակ դիպավ, և ես ու մեր նախրապահը նրան պարանով վեր քաշեցինք։ Ուղիղ մեկ ամիս է, որ Գևորգ Չաուշը իմ խցի մեջ է և բոլորովին կազդուրված։ Վեր կաց և Գևորգին բեր այստեղ, ասաց ծերունի վանահայրը։ Ստեփանոսը ոտքի ելավ և քիչ անց վերադարձավ Գևորգ Չաուշի հետ։ Նախ մենք գրկախառնվեցինք, ապա Գևորգ Չաուշը և Հեսու վարդապետը։ Վանահայրը այդ հեքիաթային հանդիպման առթիվ բացեց պահարանը և գինով լի մի դդում հանելով առաջարկեց խմել Գևորգ Չաուշի և իմ կենացը։ Դու ներված ես, Ստեփանոս, ասաց վանահայրը։ Երիտասարդները ավելի համարձակ են և կորովի։ Ապագան երիտասարդի ճակատին է և ծերի թիկունքին։ Այս ֆիդայինների պատճառով գուցե մենք և մեր վանքը կործանվենք մի օր։ Բայց երբ սուրբը պիտի կործանվի, վանքը ինչու համար է։ Եկ խմենք Գևորգ Չաուշի և իր հավատարիմ հայդուկի կենացը։
Նա ձախ ձեռքով պահեց մորուքը և աջով դատարկեց գավաթը, վրայից կուլ տալով մի կտոր չորացած մասուր։ Գինին երբ խմեցինք, Գևորգը դարձավ և մանկան պես ուրախ բացականչեց. «Անուշ գինի էր»։ Իրավ, որ անուշ գինի էր, հաստատեցի ես։ Գևորգի հետ ես վանքում ապրեցի մոտ 2 ամիս, վայելելով վանահոր հյուրընկալությունը և նրա անուշ գինիները։ Գևորգը Ստեփանոսի հյուրն էր, իսկ ես Հեսու վարդապետի։ Ապրում էինք պահարանների մեջ, ամեն րոպե մեր գլխին զգալով ահեղ վտանգ։ Երբ ձնհալը ընկավ և Սուրբ Կարապետի լեռները սկսեցին կանաչել, պատրաստվեցինք դուրս գալ վանքից։ Նախ պետք է գնար Գևորգ Չաուշը։ Այդ օրը գյուղերից տուրք հավաքող զինվորներ էին եկել վանք։ Հեսուն գնացել էր նրանց կերակրելու։ Գևորգն ասաց. «Երբ վանահայրը գա, դու խոսք բացարա և վանքի գինին գովի։ Ես էլ քո ասածը կհաստատեմ։ Տեսնենք կարող ենք մի դդում գինի ևս ձեռք բերել»։ Քիչ վերջը վանահայրը եկավ։ «Գնացին», ասաց նա, «կերակրեցի և ճամփու դրեցի»։ «Հայր սուրբ», ասացի ես, «Գևորգին էլ է պետք ճամփու դնել։ Երեկվա գինին շատ համեղ էր»։ «Իրավ, որ պատվական գինի էր», իմ խոսքը ընդհատելով, ասաց Գևորգը։ Վանահայրը ծիծաղը դեմքին, աչքերի ծայրով նայեց Գևորգին և իր խուզարկու հայացքը մեզ վրա դարձնելով, ասաց. «Մինչև իրիկուն էլ գովեք, էլ գինի չկա։ Այդ անաստվածները իմ բոլոր դդումները քամեցին»։ Գևորգից մի շաբաթ հետո հեռացա ես։ Այն միևնույն պարանով, որով մագլցել էի դեպի վանահոր խուցը, կանուխ մի առավոտ ես վերևից զգուշությամբ սահեցի վանքի պատի տակ։ Պարանը վեր քաշելու ժամանակ Հեսու վարդապետի կապտավուն գդակը ներքև ընկավ։ Սուլթանի պահակը, որ տանիքին հսկում էր, կարող էր նկատել, ուստի արագությամբ թասակը գետնից վերցնելով թաքցրի իմ ծոցի մեջ։ Նայեցի վերև։ Հեսու վարդապետը ժպտում էր և ձեռքի ու գլխի կտրուկ շարժումով հասկացնում, որ խելացի վարվեցի իր գլխանոցը իմ ծոցում անհետացնելով։ Վանքից բավական հեռացել էի, երբ ետ դառնալով նկատեցի, թե ինչպես նախրապահ Սահակը, վանքի հորթերը գոմից հանելով, անհետացնում էր իմ ոտնահետքերը վերջին ձյուների վրա։ Հայդուկների փոքրիկ խմբերը իրենց թաքստոցներից ելնելով շարժվեցին դեպի Տավրոսի կանաչ լանջերը։ Նորից փայլեցին զենքերը և նժույգները վրնջացին։ Սասունի կողմից եկավ սպաղանած Մակարը, իր հետ բերելով իր լեռնցիկ քաջերին։ Ծիծեռնակների ձորից բարձրացան լաճկանցի Արաթինը և Քուրդ Հասանոն։ Սմբատաբերդի լանջերով դեպի Բերդակի անձավները շտապեցին Մառընկա Բամբկու Մելոն և Ալիզռնանցի Մուքոն։ Մութ գոմերից արևերես ելան Ասորի Աբդելոն, Մշեցի Տիգրանը և Հաջի Գևոն։ Ալադին Միսակը և Կարկուտ Թադեն էլ եկան, ամեն մեկը մի ծերպից։ Բրինդարն էլ եկավ։ Եկան Աղջնա Վահանը, Ձիապան Բարսեղը և Ֆրանկ Մոսոն։ Ջնդոն էլ շարժվեց դեպի Սև Սար։ Ալվարինջու Սեյդոն հրացանը գրկած թռեց ծծմակա քթին։ Կայծակ Անդրեասի ձին խրտնած ծառս եղավ սարի վրա, իր տիրոջ զարհուրելի արտացոլքը տեսնելով աղբյուրի մեջ։ Գևորգ Չաուշի նվերը։ Գարնան մի առավոտ Գևորգ Չաուշը ինձ կանչեց և մի հրացան հանձնելով ասաց. «Այս զենքը կտանես խուտ և իմ կողմից կնվիրես Նոր Մելիքին»։ Նոր Մելիքը Խութա լեռների քրդական աշիրեթապետն էր Ղասըմ բեկ անունով։ Նա ուղղակի շառավիղն էր Տարոնի երբեմնի ցեղապետ Միրզաբեկի, որի տունը կոչվում էր նաև Յոթ Թամբեր։ Ղասըմ բեկը 1905 թվականից ի վեր
Գևորգ Չաուշի և Հեսու վարդապետի ջանքերով գաղտնի համակիր էր դարձել հայ ֆիդայիններին և ստանալով նոր Մելիք անունը, սկսել էր օգնել հայ-քրդական հարաբերությունների ամրապնդմանը։ Գևորգը և Ղասեմբեկը ծառաների փոխանակություն էին կատարել։ Մի հավատարիմ քրդի Ղասեմբեկը ուղարկել էր Գևորգ Չաուշի մոտ, իսկ Գևորգը իր զինվորներից մեկին ուղարկել էր Խութաբեկի մոտ որպես թիկնապահ և բաշ Ղոլամ։ Ղասեմբեկի ուղարկածը քուրդ Հասանոն էր, իսկ Գևորգի ուղարկածը Սև Ղուկասը։ Ղասեմբեկը բարեկամներ ուներ Խութի և Չխուրի հայկական գյուղերում, նույնպիսի բարեկամներ ուներ Գևորգ Չաուշը քրդական գյուղերի մեջ։ Փոխայցելությունները կատարելիս բաշ Ղոլամները իրենց տերերի առջևից էին գնում, որ ճանապարհներին իրենց վրա հարձակում չլինի։ Ղասեմբեկը քուրդ աշիրետների մեջ թշնամիներ ուներ, որոնց գլխավորը Հաստանցի աշիրետն էր։ Մերձենալով և համակիր դառնալով հայ ֆիդայիններին, նա ուզում էր ոչ միայն զորացնել հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը, այլև ֆիդայինների անունով սարսափի մեջ պահել իր հակառակորդ հասնանցի քրդերին։ Գևորգ Չաուշը հաճախ էր լինում այս բեկի տանը և նրան հրացան ուղարկելով նպատակ ուներ ավելի ամրապնդել հայդուկների կապը այդ ազդեցիկ քրդի հետ։ Թեպետ ինքս կասկածով էի վերաբերվում նոր Մելիքի անկեղծությանը, բայց և այնպես սիրով հանձն առա այդ պաշտոնը, քանի որ ես էլ կողմնակից էի հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությանը սուլթանական բռնակալության դեմ միաստաբար գործելու համար։ Բացի այդ, դրա մեջ ես տեսնում էի Չաուշի նոր կեցվածքը իմ հանդեպ։ Ձիապանից ես դարձել էի սուրհանդակ, հասարակ շալակատարից հասել էի Գևորգ Չաուշի ամենավստահված անձի աստիճանին։ Ոչ մի բան այնքան բաղձալի չէ հայդուկի համար, որքան զենքը։ Միայն քաջ մարդը կիմանա, թե ինչ է նշանակում քաջի զենքը նվեր տանել քաջին։ Հասկանալի է, որ ես միայնակ չէի գնալու, այլ իմ շքախմբով, որոնցից մեկը Շենիկցի մանուկն էր, իսկ մյուսը Չոլոն։ Ես ճանապարհ ընկա Գևորգ Չաուշի ձին հեծած և հրացանը ձեռքիս, որի փողը փաթաթված էր ճերմակ կտավով։ Առջևից ընթանում էր բաշ Ղոլամ Հասանոն, իսկ թիկունքից մանուկն ու Չոլոն։ Հասանոն քաջ գիտեր ճանապարհները, և նրա մեզ հետ լինելը նշան էր, որ խութա քրդերի մեծավորը մեր բարեկամն է։ Մենք գնում էինք սարերի կատարներով, թանձր անտառների ու ժայռերի միջով։ Այդ վայրերով էր Մուսան փախցրել Գյուլիզարին։ Զանգաղբյուրի սարով հասանք Տախտակներ։ Ծաղկաշատ սարատափի վրա մի գեղեցիկ պուրակ բացվեց մեր առաջ։ Հասանոն ասաց, որ այդ պուրակում նոր Մելիքը ամեն գարնան մետաքսե կարմիր վրան է զարկում իր կնոջ համար։ Մեր ոտքերի տակ երևաց Խվներ փոքրիկ գյուղը, Ղասեմբեկի սպիտակ քյոշկով։ Ոլոր լեռնուղին սարատափից իջնելով մեզ ուղիղ տանում էր դեպի բեկի ապարանքը։ Լսվեց շների հաչոց։ Հասանոն սաստեց նրանց, և մենք հանդիսավոր երթով մոտեցանք սպիտակ քյոշկին։ Խութաբեկը գնացել էր որսի, և ես իմ շքախմբով հարկադրված էի սպասել նրա վերադարձին։ Ինձ շատ էին պատմել Ղասեմբեկի կնոջ Ջեմիլեի գեղեցկության և խելքի մասին։ Եվ ահա ամուսնու փոխարեն մեզ դիմավորելու եկավ նրա գեղանի տիկինը։ Հասանոն, որ եղել էր այդ ապարանքի բաշ Ղոլամը, հեռվից խոնարհ գլուխ տվեց իր տիրուհուն։ Իմ վիճակը ծանր էր։ Ֆիդայի դառնալուց հետո երկրորդ դեպքն էր, որ ես ստիպված էի լինում կնոջ հետ խոսել։ Բայց այս անգամ ինձ չէին պատժի կնոջ հետ հանդիպելու համար, քանզի ես հատուկ առաքելությամբ էի եկել և հարկադրված էի ինձ պահել չափի և պարտականության սահմանների մեջ։ Ջեմիլեն եկավ Ղոլամների հետ, դեղին ճիզմեներ հագած, մեջքին արծաթյա գոտի,
Պարանոցին մարգարտյա մանյակ և սաստիկ զարդարված։ Զարմանքով նայեց ինձ և իմ համարձակ կեցվածքին ձիու վրա։ «Բարով, տիկին», ասացի ես։ «Ես Գևորգ Չաուշի սուրհանդակն եմ, և սրանք իմ խմբի մարդիկն են։ Հավատարիմ Հասանոն մեզ հաջող բերեց այստեղ»։ Ապա ավելացրի. «Մի նայիր մեզ վրա այդպես զարմացած, թեև մեր տեսքը շատ է սոսկալի։ Անակնկալ հյուր ենք, սակայն ցանկալի»։ Այդ խոսքն ասողը ո՞վ է։ «Մի հասարակ ղաչաղ, քարակները ընկած անտիրական մի թռչուն։ Եվ արժե՞ր միթե, որ դու այդպես զուգված ընդառաջ ելնեիր մի կորած հավքի։ Ով էլ լինես դու, բարով ես եկել մեր քյոշկը», ասաց Ջեմիլեն, ձիու գլուխը բռնելով և ուռած կուրծքը դեմ տալով իմ հոգնած Երիվարին։ «Մենք սիրում ենք երկնքի ղշերին, և մեր բախտը Ֆիդայի ձեռքին է»։ Նա մի պահ լռեց, մի քայլ ետ գնաց և ապա շարունակեց. «Ինչո՞ւ ես դու քեզ ղաչաղ անվանում կամ կորած հավք։ Ես լավ գիտեմ, որ Դունյան (աշխարհը) մի անիվ է, և մենք նրա մատները։ Մի օր վեր ենք ելնում իբրև բեկ, մյուս օրը տակն ենք իջնում իբրև ղաչաղ։ Բայց ամենից թանկը անիվի սռնակն է, որի շուրջը վեր ու վար է անում անիվը իր ճաղերով»։ «Խանում», ասացի, հիացած նրա խելացի պատասխանով։ «Ճիշտ է, որ մենք նման ենք երկնքի հավքերին, բայց ես մի դժբախտ հավք եմ, վերևից վար գլորված։ Դու մի քաջ Ֆիդայի ես, և ինձ ծանոթ է կյանքիդ պատմությունը։ Այս տան մեջ ես շաբաթներով բուժել եմ սպաղանած Գալեի թևը և խնամել ու պահել եմ շատ ֆիդայինների, իսկ Գևորգ Չաուշը այս տան մշտական այցելուն է և գնահատելի բարեկամը»։ «Ես էլ այդ բարեկամության համար եմ այստեղ եկել, խանում», անմիջապես վրա բերեցի ես։ Այդ խոսքի վրա տիկինը մոտեցավ և ինձ նվիրեց արծաթյա կոճակներով մի ելեք։ «Առ այս նվերը Ջեմիլեի կողմից», ասաց նա, «որ նրա ձեռքով է կարված, իսկ այժմ ձիուց վայր իջիր»։ Եվ հրամայեցղոլամներին, որ ձիու սանձը և ասպանդակները պահեն։ «Ներիր, խանում», ասացի ես, «որ պահելով այս թանկագին հիշատակը ինձ վրա, չպիտի կարողանամ սակայն ձեր ապարանքը մտնել, մինչև որ համապատասխան փոխհատուցում չբերեմ քեզ և միայն այն ժամանակ իրավունք ունենամ բազմել ձեր կողքին։ Իսկ այժմ վերցրու այս հրացանը, որ Գևորգ Չաուշի նվերն է նոր մելիքին իբրև բարեկամության նշան։ Բայց կինը նույնպես ռազմիկ է, և ես իմ քաջ հայդուկապետի զենքը վստահում եմ քաջի ձեռքին, իր քաջին հանձնելու»։ «Ներս մտեք», ասաց Ջեմիլեն, խոնարհաբար իրենց շեմքը ցույց տալով։ «Սա Գևորգ Չաուշի եղբոր տունն է, իսկ ես Գևորգի քույրն եմ։ Խութի և մոտկանի քրդի և հայի մեջ տարբերություն չկա։ Նույնիսկ քրդերը լեզվով հայախոս են։ Մեր մեջ մեկը անունով հայ է, մյուսը անունով քուրդ, մեկը խաչապաշտ, մյուսը իսլամ, բայց բոլորն էլ մեկ են։ Եվ բռնաշնի վանքը, և Մարութասուրբ Աստվածածինը մեր բոլորի ուխտատեղին։ Ներս մտեք։ Իմ բարի Հասանո, պատվիրակներիդ առաջնորդիր Ղասըմբեկի դիվանխանեն»։ Ես կռացա, որ զենքը հանձնեմ, բայց այդ միջոցին երկնքով մի հավք անցավ։ Խանումը նայեց վերև։ «Զա՛րկ», ասաց շենիկցի մանուկը, «քաջությունդ ցույց տուր, տես, հոսնկուլը բարձրից դեպի դիմացի ժայռն է թռչում»։ Մինչև փորձառու շենիկցին իր խոսքը կավարտեր, Չոլոն շտապով մի փամփուշտ տվեց ինձ, և ես մի դիպուկ հարվածով թռչունը վայր բերեցի երկնքից։
ընկավ ուղիղ Ջեմիլեի ոտքերի առաջ, մի քանի քայլաչափ հեռու։ Չոլոն վազեց և որսը բերելով տվեց ինձ։ «Սա էլ իմ կողմից նվեր ձեզ», ասացի ես և զարկված հավքը հրացանի հետ հանձնեցի քյոշկի տիրուհուն։ Այդ միջոցին մի կարճատև փող հնչեց, և Խութաբեկը սարից իջնելով, շտապով առաջացավ դեպի իր ապարանքը։ Առջևից ընթանում էր Բաշ-Ղոլամ Սևղուկասը, Հասանոյի հետ փոխանակված մեր ֆիդային, իսկ ետևից և կողքերից գալիս էին տասնյակի չափ ղոլամներ սպիտակ քոլոզներով և որսով ծանրաբեռ։ Խանումը մոտեցավ, և Գևորգ Չաուշի հրացանը հանդիսավորությամբ հանձնեց իր տիրոջը։ Նոր մելիքը համբուրեց զինափողը, գլուխը խոնարհելով զենքը բերողի և հանձնողի առաջ։ «Գևորգ Չաուշին շատ բարև արա։ Նա իմ դեմ շատ կռիվներ է մղել, բայց դա առաջ էր։ Մենք այժմ բարեկամներ ենք, և նա իմ եղբայրն է», ֊ խոսեց բեկը։ «Մեր ընդհանուր թշնամին սուլթանն է։ Սուլթանից բացի ես ունեմ նաև երկու գլխավոր թշնամի. մեկը Հասնանցի Աշիրետն է, որ նստած է Սաստո լեռների վրա, իսկ մյուսը հայդարանցի քրդերն են, որ տիրում են Քոսուրա սարերին։ Թող այս զենքը ավելի ամրապնդի դաշինքը իմ և հայ ֆիդայինների միջև, ընդդեմ մեր ընդհանուր թշնամու և իմ ոխերի մաշիրետների»։ Ջեմիլեն սպանված հավքը ձեռքին լռությամբ ընթացավ դեպի շեմքը։ «Որսից եմ գալիս, բայց հաջողակ որսը այստեղ է կատարված», ֊ զսպված խորամանկությամբ նկատեց նոր մելիքը, մի կտրուկ հայացք նետելով վրաս և երկար նայելով խանումի ետևից։ «Բարեկամի տուն է, մտեք», ֊ գոչեց Խութա լեռների տերը, ձեռնացույց անելով իր ապարանքի բացված դուռը։ «Ուշ է, Խութաբեկ, իմ առաքելությունը ավարտված է, և ես պետք է վերադառնամ», ֊ բացատրեցի ես և հրաժեշտ առնելով նոր մելիքից և նրա ղոլամներից, յուրաքանչյուրին մի քանի մանրադրամ պարգև տալով, իմ շքախմբով անհետացա Խութա լեռների մեջ։ Բաշ-Ղոլամ Սևղուկասը բրդյա շալով վիզն ու ականջը փաթաթած, մինչև բռնաշնի սահմանը ուղեկցեց մեզ և Հասանոյի հետ համբուրվելով վերադարձավ խվներ։ Հասանոն դարձյալ առջևից էր գնում։ Ճանապարհին Չոլոն հարցրեց. «Դու հավքին զարկեցի՞ր, թե խանումին»։ «Երկուսին էլ», ֊ վրա բերեց շենիկցի մանուկը։ «Եվ որովհետև ես այդ հաջող որսը քո տված գնդակով արեցի, Չոլո, ուրեմն քեզ է պատկանում խանումի արծաթե կոճակներով ելեկը»։ Ու ես Չոլոյին հանձնեցի Ջեմիլեի ինձ տված թանկագին պարգևը։ Գաղտնի պսակ։ Շուտով մեծ կռիվ եղավ Ալվառինչ գյուղում, և այդ կռվում սպանվեց Մառընկա Պողեն։ 8 վերք էր ստացել։ Նրա վրա գտան Գևորգ Չաուշի պայուսակը և կարծեցին, թե սպանվողը Գևորգն է։ Վանքի գինին անուշ էր, բայց առավել թունդ էր Ալվառինչի գինին, և ֆիդայիններին խստորեն զգուշացված էր հեռու մնալ այդ գյուղի կարասներից։ Գևորգ Չաուշը 8 զինվորով սարից իջել էր Ալվառինչ։ Գյուղապետը հարգել, պատվել էր նրանց, բայց գինուց ավելի թունդ էր գեղեցիկ խանեն։ Գևորգը ճանապարհից ետ էր դարձել և մութով մտել խանիկի տուն։ Խանիկը 8 զինվորին էլ հարբեցրել էր և մեկտեղվել Գևորգի հետ։ Լուսադեմին գյուղը պարտվել էր։ Մառընկա Պողեն և 7 հարբած քնած զինվորները սպանվել էին, իսկ Գևորգին մի խութեցի հրաշքով ազատել էր, թաքցնելով ցանի ամրոցի մեջ։ Այդպես եղավ այդ կռիվը։ Ալվառինչի կռվից հետո Գևորգը դարձավ լուռ ու մտածկոտ։ Գալեն և Փեթարա մանուկը հայդուկապետի վիշտը փարատելու համար նրան դեպի Սուրբ Կարապետի անտառները տարան։ Ինչպես բոլոր ֆիդայիններին, այնպես էլ Գևորգ Չաուշին արգելված էր ամուսնանալ։ Սակայն Գևորգին
տարիներ առաջ սիրահարված էր Եղսո, Հեղինե անունով սասունցի մի աղջիկ, որին բռնի ամուսնացրել էին Պճուկ անունով մի երիտասարդի հետ։ Եվ ահա այն օրերին, երբ Գևորգը Սուրբ Կարապետի անտառումն էր, Հեղինեն Սասունից փախչելով եկել էր Սուրբ Հովհաննու վանքը, իր քեռի Մկրտիչ վարդապետի մոտ։ Ես այդ ժամանակ գտնվում էի վանքում։ Եկել էի վանքի հովիվների հետ պայմանավորվելու, որ մեզ ուտելիք բերեն։ Գլխավոր հովիվը Գոմեր գյուղացի էր, Սարգիս անունով։ Դռանը կանգնած, ես Սարգսին ցույց էի տալիս, թե ինչպես պետք է այդ ուտելիքը գաղտնորեն դուրս բերվի իբրև շների առջև թափվող կեր և հասցվի ֆիդայիններին, երբ տեսա, թե ինչպես շտապ քայլերով մի կին մոտեցավ վանքին։ Եղսոն է, հուշեց Սարգիսը։ Ես իմ երեսը շուռ տվի, որ առիթ չունենամ անծանոթ կնոջ հետ խոսելու, ինձ ձևացրի ուխտավոր։ Իմ քեռին ներսն է, հարցրեց Հեղինեն հովվին դիմելով։ Վանքումն է, հայտնեց Սարգիսը։ Նկատեցի, թե ինչպես երիտասարդ կինը մի հայացք նետեց ինձ վրա և արագ կոխեց շեմքը։ Ուխտի է եկել, հարցրի ես, երբ կինը արդեն ներս էր մտել։ Սիրո ուխտի, ավելացրեց Գոմերցին, տագնապալի նայելով նրա ետևից։ Դուրս վանքից, լսվեց հանկարծ Մկրտիչ վարդապետի զայրալից ձայնը։ Եվ մենք տեսանք, թե ինչպես վարդապետը այդ կնոջը դուրս էր հրում վանքից։ Քեռի, ես Սուրբ Հովվաննու վանքն եմ եկել, որ դու ինձ արժանի դարձնես Գևորգի սիրուն և ոչ թե վռնդես վանքից, ասաց Հեղինեն, լալահառաջ չոքելով շեմքի վրա, Մկրտիչ վարդապետի առաջ։ Ես քո մազերը կկտրեմ, անամոթ։ Ես Գևորգին եմ սիրում, քեռի, մեր ուխտը վաղուց է կապված։ Իսկ Պճուկը, չէ՞ որ դու ամուսնացած ես։ Իմ սերը Գևորգն է։ Գևորգի հարստացուն իր հրացանն է։ Թող բոլոր ֆիդայիններից մեկը հրացանի փոխարեն ինձ սեղմի իր կրծքին, քեռի։ Անպատկառ։ Ես անպատկառ չեմ, սիրելը միթե մեղք է։ Ես եկել եմ վանքից միություն խնդրելու իմ և Գևորգի սիրո համար։ Որտեղ ես պահել նրան, քեռի։ Բեր Գևորգին ինձ մոտ։ Ուզում եմ մի խոսք ասել նրան ու հանգիստ սրտով մեռնել։ Դու հանգիստ սրտով չես մեռնի։ Ես քո ծամերը կտրել կտամ, քո լեշը կեր կդարձնեմ շներած ու ագրաված։ Շուտ վերադարձիր Պճուկի մոտ։ Ինձ Պճուկի մոտ վերադարձ չկա, քեռի։ Ես Գևորգին սիրել եմ դեռ այն օրվանից, երբ նա Հալեպից Սասուն եկավ։ Նա այս վանքումն է թաքնված։ Բեր Գևորգին ինձ մոտ։ Այլևս պարզ դարձավ, որ այս ամբողջ պատմությունը կապված էր Գևորգ Չաուշի հետ, այն մարդու, որ ֆիդայական կարգապահության և ուխտի խստագույն պահակն էր, մեր բոլորի հիացմունքի առարկան։ Մեկը, որ դաժանորեն պատժել էր իր հորեղբորը և նույնիսկ մի անծանոթ կնոջ հետ պատահաբար խոսելուս համար չարաչար ծեծի էր ենթարկել ինձ խորհրդավոր հրայրի գավազանով։ Միթե այդպիսի ֆիդային կարող է այդքան գաղտնիքներ թաքցնել իր սրտում։ Չէ՞ որ ծերունի Մակարը նրան Սուրբ Հովվաննու սոսիների պուրակն է բերել, որ հեռացնի Մշոդաշտի չարաշուք վայրերից, ուր տեղի էր ունեցել Ալվառինջի կռիվը։ Արդյոք Գևորգ Չաուշը չի չարաշահել Մակարի ազնվությունը և Սիմ լեռան կողերը մագլցելով նպատակ չի ունեցել Հեղինեի հետ հանդիպելու։ Իմ գլխով նաև ուրիշ մտքեր էին անցնում։ Գուցե թշնամին կնոջ միջոցով ուզում էր կործանել Գևորգ Չաուշին։ Շեմքին կառչածը մի չարաղետ նետ էր, որ կնոջ կերպարանք առած եկել էր Գևորգի սիրտը շանթելու, անդունդը գլորելով քաջարի հայդուկապետին։ Հեղինեն վերջին անգամ չոքեց Մկրտիչ վարդապետի առաջ։ Քո ոտքը բաքեմ, քեռի,
մի կործանիր իմ և Գևորգի սերը։ Թող Սուրբ Հովանն ու վանքը ինձ և Գևորգին իրան շաղկապի, և թող այս տաճարը սիրո և ուխտի տուն դառնա մեր սրտերի համար։ Այնքան թախանձագին էր խնդրում Հեղինեն, որ վանահայրը հետևյալ երկտողը գրեց Գևորգ Չաուշին. Եղսոն խայտառակեց քո անունը, ընկել է վանքի ոտքը և քո սերն է խնդրում։ Ինչպես վարվեմ այս անպատկառի հետ։ Նամակը տարավ Գոմերի Սարգիսը և նույն օրը բերեց Գևորգի պատասխանը. վարվեք ինչպես կուզեք։ Ես պսակված եմ հրացանիս հետ։ Բամբերը հազիվ էր նամակը հանձնել վարդապետին, երբ երկու քրտնած ձիավոր կանգ առան վանքի առաջ։ Մեկը Գալեն էր, մյուսը Փեթհարամանուկը։ Հայր Սուրբ, թամբերից վայր թռնելով, ասացին նրանք։ Գևորգը քիչ առաջ մեզ ծառերի տակ քաշելով, Ստեփանոս վարդապետի ներկայությամբ ասաց. Եղսոն թող մեռնի Սուրբ Հովվանու վանքի մեջ իր քեռու ձեռքով, իսկ ինձ թաղեցեք Սուրբ Կարապետի մեջ ձեր ձեռքով։ Տարեք, ձեզ եմ հանձնում դժբախտ Եղսոյին, ասաց Մկրտիչ վարդապետը, հաստատապես համոզված, որ այդ երկուսը եկել էին Հեղինեին սպանելու։ Ու չոքեց Հեղինեն Գալեի ու Փեթհարամանուկի առաջ։ Գիտեմ, դուք իմ հոգեառն եք և եկել եք ինձ սպանելու, բայց սպանելուց առաջ իմ միակ փափագն է տեսնել Գևորգին։ Ես քո ախպերն եմ, և քո փափագը կկատարվի, ասաց Փեթհարամանուկը, և Հեղինեին իր երիվարին նստեցնելով, Գալեի հետ շտապեց դեպի Սուրբ Կարապետի կողմերը։ Հեղինեին տանում էին անտառի մեջ սպանելու որպես անառակ կնոջ, որ հանդգնել էր արատավորելու թե վանքը և թե մեր հայդուկապետի ու բոլոր ֆիդայինների պատիվը։ Վանահայր Մկրտիչը պատվիրեց Գոմերու Սարգսին հետևելու, թե որտեղ են սպանելու իր քրոջ աղջկան, և մի գերեզման պատրաստելու նրա համար վանքի մոտակայքում։ Ես էլ այն կարծիքին էի, որ այդ կինը ողջ չէր պրծնելու Գալեի ու Փեթհարամանուկի ձեռքից։ Նա ինձ երևում էր իսկապես գեղեցիկ կնոջ երևույթ առած մի շեյթան, որ եկել էր սուլթանի հրամանը կատարելու, հարվածի առաջին թիրախը դարձնելով ֆիդայինների գլխավորին։ Ուստի արդար էի գտնում, որ նա դաժանորեն պատժվի։ Սակայն մեծ եղավ իմ զարմանքը, երբ Սարգսի հետ Սուրբ Կարապետի անտառին հասնելով, ես ականատես եղա հետևյալ տեսարանին. գիշերվա մթության մեջ, լուսնի աղոտ լույսի տակ, գլուխ գլխի կանգնած էին Գևորգ Չաուշը և Հեղինեն։ Հեղինեի հասակը մի քիչ կարճ էր և ոտքի տակ մի կոճղ էր դրված։ Նրանց առաջ կանգնած էր Ստեփանոս վարդապետը, գիրքը ձեռքին։ Ետևից բարձրացած էր փոքրիկ խաչ, իսկ խաչի վերևից մի մերկացած սուր։ Խաչ բռնողը Գալեն էր, սուր պահողը Փեթհարամանուկը։ Մեկը կնքահայր էր, իսկ մյուսը հարսնեղբայր։ Անմեղ արյան մեջ չմտնենք, դու սրանց պսակիր, հայր Սուրբ, ես պատասխանատու եմ ազգի առաջ, հնչեց Գալեի ձայնը։ Ես նույնպես, ավելացրեց Փեթհարամանուկը։ Շտապիր, հայր Սուրբ։ Ստեփանոս վարդապետը, որ լուռ էր, զգաստացավ և կատարեց պսակի ծեսը կամաց երգելով «Առեալ զձեռն Եվայի և տվել ի ձեռն Ադամայի»։ Այդ երգից հետո վարդապետի հրամանով քավոր Գալեն խաչը ետ քաշեց։ Փեթհարամանուկը սիրով բաժանեց Գևորգ Չաուշի և Հեղինեի գլուխները և ապա ձեռքերը իրարից անջատելով, սուրը նրանց արանքով դանդաղ իջեցրեց մինչև գետին։ Մի ուրիշ մարդ էլ ներկա էր անտառում այդ անսովոր ծեսին։ Նա հեռավոր մի ծառի տակ առանձին կանգնած հուզված ծխում էր։
և ծուխը օղակ փչում դեպի լուսին։ Այդ մարդը ծերունի Մակարն էր։ Ես և Գոմերի Սարգիսը անաղմուկ մոտենալով կանգնեցինք նրա կողքին։